Պարոն Այվազյան, նախ օրվա խորհրդի հետ կապված եւ ինչու եք ընտրել հենց ապարանը, հա, այս բանը ապարանում ենք ձեր խոսքով։ Մենք այստեղ հավաքվել ենք մեր սուրբ հողը, որտեղ որոշվել է ընդհանրապես լինելու է Հայաստանը, թե չի լինելու, եւ Պաշտաբարանի, Սարդարապատի եւ Ղարաքիլիսայի հերոսների շնորհիվ մենք ունեցել ենք առաջին հանրապետությունը եւ մենք այսօր կանք ունենք մեր պետականությունը։ Խորհուրդը հետեւյալն է, որ անկախ բոլոր արհավիրքների 100 տարից առաջ 100 տարիներից ավելի առաջ մեր նախնիները, որոնք հյուծված էին, անցել էին մեծ եղեռնի ճիրաններով, անցել էին պատերազմով, սով, կորուստ, բայց նրանք չեն կորցրել ամենակարևորը, իրենց հավատը ազատ հայրենիքում ապրելու նկատմամբ եւ չեն կորցրել իրենց արժանապատվությունը եւ իրենց շնորհիվ որ մենք այսօր կանք։ Եվ այսօրվա խորհրդային է, որ նույնպես այսօր ինչպես 100 տարի առաջ ամենագլխավոր հարցը այն է, մենք կարող ենք պաշտպանել մեր պետությունը, մեր անվտանգությունը եւ արժանապատվությունը։ Փորձը ցույց է, որ ամենածանր ճգնաժամերը երբեք հաջորդին տնկի չեն բերել եւ մենք հաղթարել ենք ցեղասպանությունը, կհաղթարենք այսօրվա լուրջ մարտահրավերները եւ մենք տեսնում ենք, որ ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախից, մենք պետք է վերադարձնենք վստահությունը մեր պետությանը, մենք պետք է կառուցենք այնպիսի Հայաստան, որ չեն հեռանում, այլ որտեղ վերադառնում են։ Մենք պետք է կառուցենք Հայաստան, որտեղ երիտասարդները տեսնում են ապագա, որտեղ գյուղացին, բանվորը, դասատուն, աշխատավորը զգում են, որ պետությունը իրենց հարգում է։ Եվ ամենակարևորը, մենք պետք է ապահովենք մեր ժողովրդի միասնականությունը, այն միասնականությունը, որը 100 տարի առաջ ապահովեց մեր հաղթանակը։ Այն ժամանակ ոչ մեկ չէր մտածում, թե որ կուսակցության է պատկանում։ Հասարակությունը չէր բաժանված սևերի եւ սպիտակների, մերոնց եւ ձերոնց միջև։ Դա էր մեր հաղթանակի հանգրվանը։ Եվ ամենակարևոր դասը 1918 թվականի մայիսի 28-ի մեր ժողովուրդը հասկացավ, որ պետականությունը տրված չէ հավերժորեն։ Մենք պետք է ամեն օր պաշտպանենք եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վերադարձնելու է մեր ժողովրդին իր վստահությունը, արժանապատվությունը, միասնությունը եւ Բարգավաճ ապագան։ Այսօր իշխանությունները խոսում են պատմական իրադարձությունների մասին, որ թե խաղաղության օրակարգը, թե հարաբերությունները արտաքին դուք ինչպես եք դրան վերաբերվում, նաեւ ԵՄ, ԵԱՏՄ էս Ամենակարևոր հարցը մեր պետության համար ապահովել իրական անվտանգություն եւ նախադրյալներ ստեղծել կայուն եւ երկարատև խաղաղության համար։ Խաղաղությունը չի կառուցվում հայտարարություններով, բարի կամքով, խաղաղությունը կառուցվում է ուժով, վստահությամբ, միասնությամբ եւ համակարգ ստեղծելու միջոցով։ Եվ մենք հունիսի 7-ից հետո պատրաստ ենք այդ երկարատև խաղաղության համար հիմքերը ստեղծել։ Եթե մինչ այս պահը ուղիղ տեքստեր չենք լսում, այսօր ԱՄՆ նախագահ Թրամփը ուղիղ ասել է, հայտարարել է, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանի ընտրություններին։ Սա արդյոք միջամտություն չէ Հայաստանի ներքին գործերին։ Միանշանակ եւ սա առաջի դեպքը չէ, ինչքան մենք մոտենում ենք ընտրության օրվան, մենք տեսնում ենք, որ արտաքին միջամտությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում եւ մեր ժողովուրդը մի բան պետք է հասկանա, որ այստեղ մենք չենք ընտրում աշխարհական ճամբար, մենք ընտրում ենք մեր ապագան եւ մեր ապագան որոշում ենք մենք, որևէ մեկը չպետք է մեր տեղը որոշի։ Այն պարագայում, որ ուրիշներն են որոշում մեր ապագան, մենք դառնում ենք գործիք խաղալիք։